Հանուն հոր եւ որդվո եւ ոգվույն սրբո ամեն։ Ելից գիրք 14-րդ գլուխ Գարմիր ծովեն անցքը Դերը խոսեցավ Մովսեսի ըսելով. Խոսե Իսրայելի որդիներուն, որ դառնան ու Պիայրոթի արչև Մակտողի եւ ծովու մեջտեղ փանագին։ Փահախ Սեփոնի արչև անոր թիմացը ծովուն կով փանագեցեք։ Փարավոն Իսրայելի որդիներուն համար պիտի ասե. Երկրի մեջ մոլորած են, անաբադը զանոնք շրջապագած է։ Փարավոնի սիրտը պիտի գարձրացնեմ ու զանոնք պիտի հետապնդե։ Իսկ ես Փարավոնի վրա եւ անոր բոլոր զորակուններուն վրա պիտի փարավորվիմ ու եգիպտացիները պիտի գիտնան, թե ես եմ Տերը։ Անոնքալ այդպես արին։ Եգիպտոսի թագավորին պատմվեցավ, թե ժողովուրդը փախավ։ Փարավոնի եւ անոր ծառաներուն սիրտը փոխվեցավ ժողովրդին հանդեպ ու ասին. Մենք ինչու օրինք այս բանը եւ արցագեցինք Իսրայելը, որ մեզի չծարայե։ Ուստի Փարավոն իր գարկը լծեց եւ իր ժողովուրդը իրեն հետ արավ։ 600 ընդիր գարկեր արավ, նաեւ Եգիպտոսի բոլոր գարկերը ու զորավարներ անոնցմե ամեն մեկուն մեջ։ Դերը Եգիպտոսի Փարավոն թագավորին սիրտը գարձրացուց եւ ան Իսրայելի որդիները հետապնդեց։ Իսրայելի որդիները բարձրացած ցերկով դուրս ելան, բայց եգիպտացիները Փարավոնի բոլոր ցիերը եւ գարկերը, անոր ցիավորներն ու զորակունները զանոնք հետապնդեցին եւ հասան անոնց, երբ փանագած էին ծովուն մոտ Պիայրոթիկով Փահաղ Սեփոնի արչև։ Երբ Փարավոն մոտեցավ, Իսրայելի որդիները իրենց աչքերը վերցուցին եւ ահա եգիպտացիները իրենց յետևեն գուքային։ Չափազանց վախնալով Իսրայելի որդիները աղաղագեցին Տիրոջ եւ ասին Մովսեսի. Եգիպտոսի մեջ քերեզմաններ չլալուն համար մեզ անաբադի մեջ մեռնելու փերիր, այս ինչ է որ մեզ երիր, մեզ Եգիպտոսեն հանելով, այս չէր այն խոսքը, որ քեզի ասինք Եգիպտոսի մեջ, թող մեզ, որ եգիպտացիներուն ծառայենք, քանի որ ավելի լավ է մեզի եգիպտացիներուն ծառայել, քան անաբադին մեջ մեռնել։ Իսկ Մովսես ժողովրդին ասավ. Մի վախնակ, գայնեցեք ու տեսեք Տիրոջ փրկությունը, որ այսօր պիտի իրակորձե ցեզի համար, որովհետև այսօր ծեր տեսած եգիպտացիները ալ երբեք վերստին պիտի չտեսնեք։ Դերը պիտի պատերազմի ցեզի համար, թուք լրեցեք։ Դերը Մովսեսի ասավ. Ինչու ինձ գաղաղագես, ասե Իսրայելի որդիներուն, որ մեկնին, եւ թուն վերցուր կավազանդ, երկարեց երկը ծովուն վրա ու ջեղկե զայն, որբեսի Իսրայելի որդիները ծովուն մեջտեղը ցամաքի վրայեն երթան։ Ահա եգիպտացիներուն սիրտը պիտի գարձրացնեմ եւ անոնց յետևեն պիտի մտնեն, ու ես պիտի փարավորվին Փարավոնի եւ անոր բոլոր զորակուններուն վրա, անոր գարկերուն ու ցիավորներուն վրա։ Եվ փարավորվին Փարավոնի ու անոր գարկերուն եւ ցիավորներուն վրա, եգիպտացիները պիտի գիտնան, թե ես եմ Տերը։ Աստուծո ռեշտակը, որ Իսրայելի փանագին արչևեն գերտար, մեկնեցավ եւ անոնց յետևը գնաց։ Ամբի սյունալ անոնց արչևեն մեկնեցավ ու անոնց յետևը գայնեցավ։ Եգիպտացիներու փանագին եւ Իսրայելի փանագին մեջտեղ եկավ, ուստի ամբ ու խավար եղավ եգիպտացիներուն, բայց քիշերը գլուսավորել իսրայելացիները, ամբողջ քիշերը իրարու չմոտեցան։ Մովսես իր ցերկը երկարեց ծովուն վրա ու դերը արևելյան սաստիկ հովովը ծովը յետ մղեց ամբողջ քիշերը։ Ծովը ցամքեցավ, ճուրերը ջեղկվեցան եւ Իսրայելի որդիները ծովուն մեջտեղը ցամաքի վրային կացին։ Ճուրերը անոնց բարիս եղան իրենց աջ կողմեն ու ցախ կողմեն։ Եգիպտացիները զանոնք հետապնդեցին եւ Փարավոնի բոլոր ցիերը, գարկերն ու ցիավորները անոնց յետևեն մտան մինչև ծովուն մեջտեղը։ Արդվան բահուն դերը եգիպտացիներու փանագին նայեցավ գրագի եւ ամբի սյունեն ու եգիպտացիներուն փանագը խուջաբի մատնեց։ Անոնց գարկերուն անիվները հանեց, որբեսի զանոնք դժվարությամբ վարեն։ Ուստի եգիպտացիները ասին. Փախչինք Իսրայելի արչևեն, որովհետև ահա Եհովան եգիպտացիներուն թեմ կպատերազմի անոնց համար։ Դերը Մովսեսի ասավ.
երկարեց երկը ծովուն վրա, որբեսի ճուրերը եգիպտացիներուն վրա, անոնց գարկերուն ու ցիավորներուն վրա վերաթարնան։ Մովսես իր ցերկը երկարեց ծովուն վրա եւ արդվան թեմ ծովը իր դեղը վերաթարցավ։ Եգիպտացիները անոր արչևեն փախան ու դերը թոթվեց եգիպտացիները ծովուն մեջտեղը։ Ճուրերը վերաթարցան եւ ծածկեցին փարավոնի գարկերը, ցիավորներն ու բոլոր զորակունթերը, որ անոնց յետևեն ծովուն մեջ մտածեին։ Անոնց մե ոչ մեկը մնաց, բայց Իսրայելի որդիները ծովուն մեջտեղը ցամաքի վրայեն կացին, եւ ճուրերը անոնց բարիսպ եղան իրենց աջ կողմեն ու ցախ կողմեն։ Դերը այդ օրը ազատեց Իսրայելի եգիպտացիներուն ցերկեն։ Իսրայել մեռած դեսավ եգիպտացիները ծովուն եզերքը։ Իսրայել դեսավ այն մեծ գործը, որ դերը ըրավ եգիպտացիներուն վրա։ Ժողովուրդը վախցավ Տիրոջմեն ու հավատաց Տիրոջ եւ անոր ծառային Մովսեսի։ Փառք Դեր Աստված մեր։ Ամեն։